հայտարարությունը իր մեջ պարունակում է քրորեն հետապնդների արարք եւ իրավապահ մարմինները կարծում եմ հետևում են ողջ քարոզարշավին եւ իրենք պետք է այդ հայտարարությանը ընթացք տան, որովհետեւ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի բոլոր հայտարարությունները, որոնք տարածվում են լրատվամիջոցներով, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական հետապնդման համար։ Հետևաբար պետք է իրավապահ մարմինները դրանց ընթացք տան, այլ ոչ թե ես։ Իսկ դուք որպես իրավաբան Ես որպես իրավաբան չեմ պատրաստվում, որովհետև դա իրավապահ մարմինների գործառույթն է, այլ ոչ թե իմ։ Ես իմ գնահատականը տվել եմ, ես դատապարտում եմ նման հայտարարությունները եւ գտնում եմ, որ դա կրկնում է այն արատավոր երևույթը եւ արատավոր իշխանության գործունեությունը, որ այս պահին կա։ Նա կողմ է քվեարկել այդ 1000 դրամներին, նա դեմ է քվեարկել բազմաթիվ նախագծերին, հանձնաժողովի ժամանակ, հանձնաժողովի որպես անդամ, եւ բացի այդ նա նաեւ այս խայտարակ ապրիլի 2-ի ընտրությունները ընդունել է եւ ճանաչել է որպես լեգիտիմ եւ Սերժ Սարգսյանին չի ճանաչել որպես հանցագործի եւ հանրապետական կուսակցությանը չի ճանաչել որպես հանցագործի։ Մինչդեռ ապրիլի 2-ի ընտրությունները նրանք ուղղակի հանցագործություն էին մեր ողջ ժողովրդի հանդեպ, եթե դու մարդուն օգտագործում ես քո լծակները, նրա նկատմամբ իրականացնում ես բարոյական ճնշում, իսկ դա բավականին ծանր բան է բարոյական ճնշումը, ընդհանուր ֆիզիկական ճնշումից երբեմն ավելի վատ, եթե դու այդպիսի ճնշում ես բանեցնում եւ մարդկանց ուղղակի կաշառում ես կամ տարբեր միջոցներով օգտագործում ես իրենց խոցելի վիճակը, հիվանդ լինելը, դեղորայքի կարիք ունենալը, այլ խնդիրներ ունենալը դու օգտագործում ես եւ այդ ռեյտինգային քվեարկության ներքո տանում ես ընտրատեղամաս եւ հետո ասում ես, որ այդ ժողովրդին դու անվանում ես որպես 5000 դրամանոց ծախող ժողովուրդ կամ 15000 դրամանոց ծախող ժողովուրդ, դու ոչ միայն նսեմացնում ես մեր ժողովրդի արժանապատվությունը, այլ դու ուզում ես ասել, որ մենք այսպիսի կեղտոտ, ստրուկ եւ վատ ժողովուրդ ենք, մինչդեռ այդպես չէ։ Մարդը, եթե 1 միլիոնից ավել մարդ այսօր Հայաստանում ուղղակի քաղցած են, գտնվում են աղքատության մեջ, եթե դու այդ մարդկանց փորձում ես օգտագործել, որ քո արատավոր գործունեության համար, դու արդեն այս մարդիկ հանցագործներ են եւ լեգիտիմ չէր կարելի համարել այդ ձևավորված այսօրվա խորհրդարանը։ Իհարկե խորհրդարանը լեգիտիմ չէ, իհարկե այնտեղ ուժը, որը մեծամասնություն է կազմում, հանցագործ է, եւ մենք պետք է այդ հանցագործներին կանչենք պատասխանատվության։ Մենք իրենց այդպեսին պետք է ճանաչենք, այլ ոչ թե պետք է ճանաչենք լեգիտիմ։